1895 թվական նոյեմբերի 8 ցուրտ մռախլապատ գիշեր, քաղաքը քնած էր, փողոցները դատարկ էին, տների պատուհանները մութ էին, բոլորը քնած էին, բացի մեկից, համալսարանի լաբորատորիայում մի լամպ էր վառվում, սեղանի մոտ նստած էր ռենտգենը, ժամացույցը անցել էր կես գիշերը, նա ուսումնասիրում էր կաթոդային ճառագայթները, օգտագործելով վակուումային խողովակը, խողովակը ծածկված էր սև ստվարաթղթով, որպեսզի լույսը դուրս չգա։ Երկար ժամանակ աշխատելուց հետո ռենտգենը հոգնում է և որոշում է դուրս գալ լաբորատորիայից։ Հանկարծ սենյակի մյուս ծայրում դրված ֆլուորեսցենտ էկրանը թույլ կանաչ լույս արձակեց, ռենտգենը քարացավ։ Անհնար է, լույսը փակված է։ Նա անջատեց հոսանքը, լույսը անհետացավ։ Միացրեց կրկին, լույսը վերադարձավ։ Ալլուր սենյակում ծնվեց մի նոր ուժ, անտեսանելի, բայց հզոր։ Բարձր լարման հոսանքից կաթոդից պոկվում էին արագ էլեկտրոններ։ Դրանք մեծ արագությամբ բախվում էին մետաղական թիրախին։ Բախման պահին էլեկտրոնները կտրուկ դանդաղում էին։ Այդ էներգիան արտազատվում էր ռենտգենային ճառագայթների տեսքով։ Այդ գիշերից հետո ռենտգենը գրեթե դուրս չեկավ լաբորատորիայից։ Մի քանի օր շարունակ նա փակվեց ներսում, քիչ էր քնում, քիչ էր խոսում, միայն փորձեր, միայն դիտումներ։ Նա փորձեց տարբեր նյութեր, գիրք, անցնում էր։ Փայտ, անցնում էր։ Թուղթ, ճառագայթը անցնում էր։ Եվ մետաղը մասամբ կանգնեցնում էր։ Նա խնդրեց իր կնոջը Աննային ձեռքը դնել լուսանկարչական թիթեղի վրա, երբ պատկերը երևաց, այնտեղ հստակ երևում էին ոսկորներ և մատանու մուգ օղակը։ Աննան վախեցավ և դուրս վազեց։ Երբ ռենտգենը առաջին անգամ ցուցադրեց իր հայտնագործությունը, նա էկրանի վրա ցույց տվեց ոչ միայն իր ձեռքը, այլև փոքրիկ երկաթե ժամացույցը, որպեսզի գիտնականները տեսնեն, թե ինչպես է ճառագայթը անցնում մարմնի ու մետաղի միջով։ Ամբողջ դահլիճը սկսեց ծափահարել ռենտգենին։ Ռենտգենյան հայտնագործությունից հետո ստեղծեցին հատուկ տեղեր, որտեղ մարդիկ կանգնում էին և նկարվում էին, ուրվագծելով իրենց ոսկորները, որպեսզի երևային նրանց ձեռքերն ու մարմնի մյուս մասերը։ Հին ժամանակներում ռենտգենյան ճառագայթները նույնիսկ օգտագործվում էին կոշիկի խանութներում, որպեսզի վաճառողները կարողանային տեսնել մարդու ոտքի ոսկորները և համոզվել, որ կոշիկը ճիշտ նստում է։ Բոլոր թերթերում սկսեցին գրել ռենտգենյան ճառագայթի մասին։ Բժիշկները սկսեցին օգտագործել նոր հայտնագործությունը։ Նրանք կարողացան տեսնել կոտրված ոսկորները, հայտնաբերել մարմնի ներսում մնացած մետաղական բեկորները, ստուգել թոքերը, բժշկությունը փոխվեց ընդմիշտ։ Սահմաններում և օդանավակայաններում սկսեցին օգտագործել ռենտգենյան սարքեր, ստուգելու ճամպրուկների ներսը, հայտնաբերելու թաքնված մետաղական իրերը, կանխելու վտանգավոր առարկաների տեղափոխումը։ Հին ժամանակներում ռենտգենային ճառագայթների միջոցով ուսումնասիրում էին նաև նկարները։ Դրանց օգնությամբ հնարավոր է տեսնել, թե քանի շերտ ներկա կտավի վրա և արդյոք նկարի տակ թաքնված է այլ պատկեր։ 1901 թվականին ռենտգենը ստացավ ֆիզիկայի առաջին Նոբելյան մրցանակը, բայց նա շատ զուսպ և համեստ մարդ էր։ Նա չէր սիրում մեծ հանդիսություններ, փառք ու աղմուկ։ Ասում են նույնիսկ իր Նոբելյան մրցանակը ուղարկեցին տուն, որովհետև նա չէր ձգտում ուշադրության կենտրոնում լինել։ Նրա համար կարևոր չէր փառքը, կարևոր էր գիտությունը։
Մի լուր գիշեր, երբ աշխարհը քնած էր, մի մարդ փակված լաբորատորիայում բացեց մի դուռ դեպի անտեսանելի աշխարհ։ Այդ դուռը փոխեց բժշկությունը, անվտանգությունը եւ մարդկության պատմությունը, եւ ամեն ինչ սկսվեց մի փոքր կանաչ փայլից՝ մութ սենյակում։